Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ շփումներ է նախապատրաստում հասկանալու համար, թե որքան է փոխվել Թրամփի խաղաղության ծրագիրը Ուկրաինայի հետ համաձայնեցնելուց հետո։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա մասնավորապես նշել է, Մոսկվան ակնկալում է տեղեկատվություն ստանալ Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգների աշխատանքի արդյունքների մասին։ Պեսկովը նաև հիշեցրել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների պատվիրակությունը բանակցություններ է վարել Ուկրաինայի ներկայացուցիչների եւ Եվրամիության երկրների, այդ թվում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ ԵՄ առաջնորդները խոստացել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ անհետաձգելի ֆինանսական կարիքները հոգալու համար, սակայն չեն կարողացել համաձայնության գալ շատերի համար նախընտրելի տարբերակի շուրջ, այդ վարկը Ռուսաստանի սառեցված ակտիվների դիմաց ապահովելու հարցում։ Եվրամիության առաջնորդների բանակցությունների ավարտից հետո Եվրոպական խորհրդի նախագահը լրագրողներին ասել է. «Մենք պարտավորվել ենք եւ կատարել ենք»։ Նա ասել է, որ ԵՄ առաջնորդները հաստատել են Ուկրաինային հաջորդ 2 տարիների համար 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը։ Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տոլյատի-Ազոտ գործարանի վրա, որը Ռուսաստանի ամենամեծ քիմիական գործարաններից մեկն է։ Զոհերի կամ ավերածությունների մասին այլ մանրամասներ դեռ չի հաղորդվում։ Նշվում է միայն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել է, թե Պուտինը պետք է հասկանա, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, եթե նա նորից փորձի հարձակվել Ուկրաինայի վրա, ապա արձագանքը կլինի կործանարար։ Միացյալ Նահանգների իշխանությունները դադարեցնում են Գրին քարտի խաղարկության ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Հյուսիսային Կարոլինայի Սթեյթսվիլի տարածաշրջանային օդանավակայանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Զոհերի հստակ թիվը դեռ հայտնի չէ։ Ըստ որոշ տեղեկությունների, օդանավակայանը ծառայություններ է մատուցում մի քանի Նաքսար մրցարշավային թիմերի։